Խոսքը 102-րդ ռազմապազայից եղած արտախոսքի մասին է, հաստատված չէ եւ հաստատման կարիք ունի, խոսքն այն մասին է, թե 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը կազմակերպել է այնտեղ ծառայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ջերմ զրույցներ այն բանի մասին, որ հարկավոր է ընդդիմության քաղաքական ուժերից մեկի, այս դեպքում հիշատակվում էր Ուժեղ Հայաստան քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին, նրա օգտին պիտի աշխատեք դուք եւ ձեր ընտանիքները, սրանք չստուգված լուրեր են, շեշտում եմ, հա, թե չէ լավ չի եղնի, մոտարապես ենթատեքստը էս է եղել, եւ հիմա ես լիազորված եմ հայտարարել, որ եթե որևէ մեկը ճշգրիտ տեղեկություն կհասցնի ինձ սրա մասին, խոշոր դրամական պարգև է ստանալու ճշգրիտ տեղեկություն, գուցեև սուտ է, գուցեև բամբասանք է, դժվարանում եմ ասել, քանի հոգի կա այնտեղ ծառայող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հա, առաջ շատ էին, հիմա քիչ են, էլի կարող է մի 100 հոգի էլ չլինեն, բայց այսպիսի լուր տարածվեց մի քանի տարբեր ալիքներով, Telegram-ում էլ էր ֆռռում այս լուրը եւ այլն, հա, եթե կլինի որևէ ճշգրիտ տեղեկություն, հուսալի տեղեկություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այդպիսի ուղղորդում կամ ճնշում է եղել, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, հա, անպայման իմաց տվեք, անձի գաղտնիությունը ես երաշխավորում եմ, չգիտեմ ով երաշխավորում է, չի երաշխավորում, ես երաշխավորում եմ, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։